Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարի երեկո։ Առաջինի եթերում կարևորի մասին ոդքասթն է, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մենք խոսելու ենք չափազանց կարևոր թեմայի շուրջ, քննարկելու ենք չափազանց կարևոր թեմա։ 110 տարի առաջ տեղի ունեցել մեծ վճռագործություն, տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, դա մի փաստ է, որը որևէ մեկը Հայաստանի ներսում չի կարող հերքել։ Ես կարծում եմ այս հարցում գոնե այս հարցում Հայաստանում կա ներհայաստանյան, ներհասարակական կոնսենսուս, չնայած շատերը փորձում են այդ իրականությունը ներկայացնել մի փոքր մեղմ ասած այլ կերպ եւ այլ դիտանկյունից, ինչևէ, ինչի է դա արվում եւ ինչ է ընկած այդ ամենի ետևում եւ ում շահերն են սպասարկում, դա առանձին հարցն է, չգիտեմ, մենք այսօր ժամանակ կգնանք այդ մասին խոսել թե ոչ, բայց այնուամենայնիվ դա մի եղելիություն է, ցեղասպանության փաստը մի եղելիություն է, որը մեզ հետ է, որից մենք ոչ միտեղ չենք կարող կորչել, մենք չենք կարող այդ ամենից հրաժարվել, եւ դա մեր կյանքի եւ միգուցե նաեւ մեր քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է։ Այս եւ այլ կապված այս փաստի հետ հարցերի շուրջ մենք այսօր խոսելու ենք իմ հյուրի հետ, կոնֆլիկտաբան, արևելագետ, Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանի հետ։ Բարև պարոն Խարատյան։ Ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում։ Շատերն են խոսում այսօր, պարոն Խարատյան, ցեղասպանության փաստի, ես իզուր չասում եմ փաստի, դա շատ կարևոր է, վերաիմաստավորելու անհրաժեշտության մասին, վերաիմաստավորելու որպես մեր հասարակական, քաղաքական, ամենակարևոր արտաքին քաղաքական կյանքի եւ ուղղության անբաժանելի մաս։ Դուք տեսնում եք այս անհրաժեշտությունը, թե ոչ, որովհետև Հայաստանում կան նաև հակառակ կարծիքներ, որ ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես եղել է պատկերավոր ասած 110 տարի կամ 65 թվականից հետո ավելի ճիշտ։ Եվ արդյոք թողնել ամեն ինչ այնպես, ինչպես եղել է, չի նշանակում մեր դեպքում խաղալ եւ գործել սեփական շահերի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Շատ տարողունակ հարց է։ Թեման է շատ տարողունակ։ Ինչ խոսք, մենք ի սկզբանե նշենք, որ ցեղասպանագետներ չենք, պատմաբաններ չենք եւ չենք քննարկում ցեղասպանություն, մենք փորձում ենք հասկանալ հայոց ցեղասպանության հետ կապված, եթե ուզում ենք քննարկել հայաստանյան համատեքստում, Հայաստանի անելիքների եւ այլնի շուրջ, ինչ կա ընդհանրապես եւ ուր է հասել այդ խոսակցությունը, այսպես որպես գուցե հետաքրքրված փորձագիտական մտքի տեսանկյունից ինչ կարծիքներ կարող ենք ունենալ 65 թիվը կարևոր նշեցիք, կարծում եմ, որտեղ դե գիտենք, որ հայոց ցեղասպանության հետ կապված ոչ միայն խորհրդային Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում գործընթաց սարուցվեց եւ այսպես ասած ցեղասպանության 50-րդ տարելիցը դարձավ ինչ որ իմաստով Հայաստանի եւ հայերի հայության հավաքական ինքնության հետ ցեղասպանության հետ կապված հիշողության ընկալումները, այսպես ասած, քաղաքական խնդիր դարձնելու սկիզբ, հա, այսինքն այստեղ անգամ չենք քննարկում հայոց ցեղասպանությունը գիտական, ցեղասպանագիտական տեսանկյունից, հիշեցնենք հեռուստադիտողներին, որ աշխարհի թերևս առավել ուսումնասիրված ցեղասպանությունն է հրեից ողջակիզումից, հա, հոլոկոստից հետո։ Սա եւ հայագետների կողմից արված աշխատանք է եղել տարիներ, տասնամյակներ շարունակ ակադեմիական տարածքում եւ մեր եւ արտաքին աշխարհում եւ ուրեմն ոչ միայն հայերի, բնականաբար դե չհիշեցնենք Լեմկինին եւ ընդհանրապես թե ինչպես այս եզրույթը դարձավ ՄԱԿ-ի կողմից ուրեմն ձևակերպված ոչրագործություն։ Ուրեմն մի կողմ դնեմ, հա, ստացվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի ներքաղաքական ներկայիս դիսկուրսում հայոց ցեղասպանությունը այսօր էլ, հա, այս
խորհրդանշական օրը շատ առումներով միմյանց մեղադրանքներ հղելու տարածք է, բայց սա եւ առիթ։ Հա, փորձենք չմտնել այդ դաշտ, հա, իրենք ասում են այնինչ ասում են, պատասխանների պակասել չկա, հա, միմյանց դեմ հիշեցնելու, հա, ասենք ամեն մեկը բա դուք որ սա եք անում, նա եք անում, հիմա մենք ենք սա անում, այսպես շարունակ, բայց եթե դիտարկելու լինենք կամ փորձենք հասկանալ երկու հիմնական դիրքից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից ցեղասպանության հարցը եւ դրա ակտուալությունը, դիրքերի տեսանկյունից Թուրքիայի դիրքավորումից, Հայաստանի դիրքավորումից եւ Հայաստան-Սփյուռք Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ կարծում եմ, որ հայ ցեղասպանությունն այնուամենայնիվ առավել, այսպես ասած, բարդ խոսակցությունն է, որտեղ տևական ժամանակ տարբեր իդեպ ադմինիստրացիաների օրոք, Հայաստանի տարբեր ադմինիստրացիաների օրոք հակասություններ եղել են։ Դեռևս 90-ականներից սկսած ես ուզում եմ հիշել, որ այսինքն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը գիտենք անկախության հռչակագրի 11-րդ կետում արձանագրվել է որպես Հայաստանի ստանձնած հանձնառություն, որտեղ կա նաև Օսմանյան կայսրությունից զատ արևմտյան Հայաստան եզրույթը, որի հիմքով թուրքական կողմը տևական ժամանակ այն նույն բանն էր անում, ինչ որ հիմա Ադրբեջանն է փորձում անել մեզ հետ, եւ գիտեք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման 2009-10 թվականների Սերժ Սարգսյանի ուրեմն վարչակարգի շրջանում տեղի ունեցող գործընթացներում հենց սա դարձավ հայտնի պրոտոկոլների այդ երկու փաստաթղթերում Թուրքիայի համար հիմք կամ սահմանական դատարանի մեր եզրակացությունը հիմք դարձավ, որպեսզի այս փաստաթղթերը չվավերացվեն, ինչից հետո տեսանք, որ հակառակ գործընթացն եղավ, ունեցանք ցեղասպանության 100 տարելիցի այսպես բավականին մեծ նշելու փաստը եւ այսպես շարունակ, բայց եթե հետ գնանք 90-ականներին, ես հիշում եմ, որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ուրեմն Հայաստան-Թուրքիա կարգավորելու փորձեր էին արվում, Օզալի թաղմանը, երբ Տեր-Պետրոսյանը այցելեց Թուրքիա, այս առիթն օգտագործվեց, որպեսզի հնարավոր խոսակցություն ծավալվի Հայաստան-Թուրքիա հարթությունում, այդ նույն ժամանակներում 93 թվականներ կարծեմ, Տեր-Պետրոսյանի ուրեմն անվտանգային եւ արտաքին հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարյանը հարցազրույց էր տվել թուրքական մի թերթի, որտեղ ասել էր, որ հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում չէ։ Սա հենց այն ժամանակ Հայաստանում բավականին լուրջ բնականաբար քննադատություն ու դժգոհություն առաջացրեց եւ Լիպարյանը բացատրում էր դա եւ հետո իր գրքերում էլ հիմնավորում է իր տեսակետը, որ մենք սրանով չենք ասում, որ հայոց ցեղասպանությունը Հայաստանի օրակարգում չի ընդհանրապես չի կարող չլինել, բայց արտաքին քաղաքականությունը չենք կառուցում այդ հիմքով, այսինքն երկրների ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերություններում, այլև այլ երկրների հետ մեր հարաբերությունները չենք կառուցում այն հիմքով, իրենք հայոց ցեղասպանությունը ճանաչել են թե ոչ։ Այսինքն մենք չենք գնում Հունգարիային կամ, չգիտեմ, Միացյալ Նահանգներին ասում մենք ձեզ հետ հարաբերություն չենք ունենա, քանի դեռ դուք դա չեք ճանաչել։ Եվ ուրեմն այս հարցը սկսվեց նաև ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում բավականին հակասական արձագանքներ ունենալ։ Եվ առաջին իշխանությունը անկախությունից ի վեր այդպես էլ այդ նույն կուրսը շարունակեց, ասելով, որ մենք տարանջատում ենք հայոց ցեղասպանության քննարկումը, Հայաստանը դա կասկածի տակ չի առնում, այդ նույն շրջանում կառուցվեց հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, բնականաբար մեր ակադեմիական տարածքում էլ ավելի մեծ թափով սկսեցին քննարկումները, վերլուծությունները, հետազոտությունները հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների շուրջ, բայց Հայաստանը զերծ էր մնում տարբեր հարթակներում հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչեր անելուց, եւ դա գիտակցված կամ հիմնավորված քաղաքականություն էր Տեր-Պետրոսյանի օրոք։ Իրավիճակը փոխվեց 98-ին, երբ իշխանություն փոխվեց Հայաստանում, եւ հիշում ենք, որ ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ հնչեց հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության կոչը, որը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության հիմքում էր, կամ առնվազն այդպես էինք տեսնում։ Եվ սա իհարկե այլ ժամանակահատված էր, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետպատերազմական շրջաններ Հայաստանը եւ մեր տարածաշրջանը ուշքի էր գալիս, Թուրքիան էր փորձում վերաիմաստավորել իր նոր էությունը, հա, հաշվի առնելով, որ
Սառը պատերազմի շրջանում ՆԱՏՕ-ի անդամ լինելով բնականաբար իր ողջ ռեսուրսը ջանքը, այսպես ասած ՆԱՏՕ-ի անդամակցության շրջանակներում Խորհրդային Միության դեմ էր եւ պիտի ինքը հասկանար իր նոր դերակատարությունը եւ թուրքական 90-ականները, որտեղ նույնպես փորձերի, ռազմական հաղթաշրջումների փորձերի պակաս չկար, Թուրքիան այդպիսի ծանր երկար փորձ ունի, ուրեմն շատ չէր կարևորում թերևս այս հարցի շուրջ Հայաստանի հետ խոսելը, բայց հետ գնալով հիշեցնեմ, որ ձևակերպումը Հայաստանի կողմից այդ շրջանից մինչ օրս պահպանված եւ որևէ իշխանության կողմից չփոխված այն էր, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Սա որևէ իշխանություն չի փոխել, ուզում եմ արձանագրենք, այսինքն մեր համար նախապայմանը այն չի, որ կճանաչեք ցեղասպանությունը, որից հետո մենք ձեզ հետ կխոսենք։ Այլև եկեք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, եկեք սահման բացենք ցեղասպանության հետ կապված եւ այլ հարցերը, որ մենք ունենք միմյանց հետ կապված, կլուծենք ընթացս այլ տրամաբանության մեջ։ Հայաստան-Թուրքիա կարգավորման 2000-ականների մի առանձին փորձ կա, որի կարևորությունը կարծում եմ պետք է հիշեցնել, դա հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն էր հայտնի, որտեղ այդ դիվանագիտության եւ հարաբերությունների կարգավորման track 1.5-ներ օգտագործվում, այսինքն անհատներ երկու կողմից, 5 հոգի ամեն կողմից, որոնք այլ կարգավիճակել ունեն, ասենք դիվանագետ են կամ չգիտեմ նախկին դիվանագետներ են եւ կարծեք համ կապ ունեն գործող քաղաքական մեծամասնությունների կամ իշխանությունների հետ, բայց իրենք այդ կոնտեքստում ներկայացնում են իրենց անձը եւ որպեսզի կարողանան լուծումներ գտնել առանց այսպես ասած պաշտոնական զրույցի կետերի, փորձեն ինչ որ ճեղքում գտնել չկարգավորվող հարաբերություններում։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը առաջին փորձերից էր այսպիսի բավականին ներկայացուցչական խմբերով աշխատելու։ Այդտեղ կային նաև Հայաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ասենք ռուսահայությունից Անդրանիկ Միհրանյանն էր, Միացյալ Նահանգներից Վան Գրիգորյանն էր, հայկական համագումարը ներկայացնող Հայաստանից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էր, նախկին դեսպան եւ այդ փուլում նաեւ նախարարի խորհրդական Դավիթ Հովհաննիսյանը իսլամագետ, թուրքական կողմից էլ նույնպես շատ ներկայանալի խումբ էր, նախկին դիվանագետներ, ինտելեկտուալներ, փորձագետներ։ Այս հանձնաժողովի մասին ավարտեմ եւ ուղղակի այնտեղ կարևոր մի հատված կա, որը կարծում եմ անհրաժեշտ է հիշեցնել։ Չէ, իրականում այս պատմական էքսկուրսը շատ կարևոր է, պարոն Խարատյան։ Մի քիչ ու ես որտեվ ամբողջ օրը գիտենք, որ այսօր այլ հարցի շուրջ չենք խոսելու, բայց հետ գնանք, հետահայց փորձենք հիշել ուղղակի ինչ ենք ունեցել։ Սա շատ հարցերի պատասխանն է տալու, որը կա այսօր։ Եվ առանց փորձելու վիրավորելու կամ մեղադրելու, եկեք փաստերի վրա։ Հիմա չասենք այսօր այս սա ասեց, նա ասեց, որտեղ սա այս պատմական էքսկուրսը ամեն ինչի պատասխանը տալու է։ Կամ գոնե տեղն է դնելու մեր կյանքի օրոք տեսածը։ Հիմա մենք կրկնեմ, հիշեցնեմ, մենք գիտական վերլուծություն չենք անում, բայց սրանք փաստագրական նյութեր են, որոնք մենք եւ որպես լրագրողներ եւ որպես տարբեր կարգավիճակներում հետեւել ենք, Եվ ուրեմն հանդիպումները Եվրոպայում էին տեղի ունենում հիմնականում ամերիկյան նախաձեռնություն էր, այն ղեկավարում էր Դեյվիդ Ֆիլիպսը, կրկին ամերիկացի նախկին դիվանագետ, որ հիմա ակադեմիական տարածքում է, շարունակում է հրապարակումների եւ վերլուծությունների միջոցով ներգրավված լինել նաև մեր տարածաշրջանի հարցերին, բայց շատ ակտիվ էր աշխատում եւ բավականին, այսպես ասած, օպտիմիստական ուրեմն կարծիք հույս ուներ, որ լուծումներ է լինելու։ Հենց այս հանձնաժողովի քննարկումների արդյունքում Թուրքիան օդային տարածքը բացեց Հայաստանի համար, դրան նաև հետո հաջորդեց հայտնի Ռոբերտ Քոչարյան, Ռեջեփ Թայիփ Էրդողան նամակագրությունը, նամակներ փոխանակվեցին, չէ՞, հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ։ Այստեղ մի շատ կարևոր կետ, որի մասին հաճախ չի խոսվում, դա այն է, որ ինչ որ մի պահից, երբ արդեն կարծեք թե երկկողմ ինչ որ տրամաբանություններ ուրվագծվում, այստեղ Հայաստանում գործընթացի դեմ հանդես եկող այն ժամանակ էլ դաշնակցությանը հարող խմբեր եւ մամուլի միջոցներ հրապարակումներ արեցին, ասելով, որ Հայաստանը ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորող հաշվի չառնելով ցեղասպանության եւ այլ խնդիրը։
Դեյվիդ Ֆիլիպսը մի գիրք ունի գրած, որտեղ այս գործընթացն այնուամենայնիվ փակուղի հասավ, որ կոչվում է Unsilencing the Truth, բարձրաձայնելով ճշմարտությունը, որտեղ կոնկրետ այդ էպիզոդն է նկարագրում, երբ օրինակ հենց Դավիթ Հովհաննիսյանը, որ այդ ժամանակ նաև ԱԳՆ-ում խորհրդականի կարգավիճակ ուներ, զանգ է ստանում Օսկանյանից, որտեղ հանձնարարվում է իրեն գնալ հետ, երբ բանակցություններ են ընթանում, հա, եւ ասել, որ ինքը չի ներկայացնում Հայաստանը, ինքը իր անձն է ներկայացնում, որից հետո նաև Դավիթ Հովհաննիսյանին ուրեմն ԱԳՆ-ից հեռանալու դիմում գրելու, այսպես ասած, հորդոր եղավ։ Այսինքն մարդիկ նաև իրենց ողջ ընտան 2002, եթե չեմ սխալվում, 2 կամ 1 կամ 2։ Բայց այստեղ այս հանձնաժողովը եթե մի բան ունի, որը որևէ մեկը չի հերքում որպես նվաճում հայկական կողմի համար, դա այն է, որպեսզի առաջ շարժվեն, եւ այս Ֆիլիպսի գրքում սա նաև բավական մանրամասն նկարագրված է, որպեսզի կարողանան առաջ շարժվեն, չեն կարող չխոսել հայոց ցեղասպանության մասին, բայց արտապատվիրակում են հայոց ցեղասպանության հետ կապված եզրակացություն տալու ուրեմն հարցը աշխարհի ամենահեղինակավոր կառույցներից մեկին, ICTJ-ին, International Center for Transitional Justice, անցումային արդարադատության միջազգային կենտրոն, որը առաջին միջազգային երրորդ կողմի, ոչ հայկական, ոչ երրորդ երկրի, այլև միջազգային կառույցի, փորձագիտական կառույցի եզրակացություն է տալիս, որտեղ հայոց ցեղասպանությունը արձանագրում է որպես հայոց ցեղասպանություն։ Սա հետո արդեն անկախ թե ինչ ադմինիստրացիա էր, այս մեր բոլոր դիվանագետները մինչ օրս օգտագործում են այս զեկույցը եւ սա թերևս հայկական հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից առավել այսպես ասած ուժեղ միջազգային փաստաթղթերից է, որ մենք ունենք։ Անկախ ամեն ինչից այս գործընթացը երկար կյանք չունեցավ ցավոք եւ փորձեր եղան փորձագիտական, քաղաքասարակության, կանանց խմբեր էին գնում գալիս, հա, ես հիշում եմ, որ այդպիսի խմբերից մեկը, որ Պոլսում էր, ուրեմն ասուլիսի ժամանակ, երբ որ արդյունքներն էին ներկայացնում, 2 հայկին կար, 2 Թուրքիայից ներկայացուցիչ էին կանանց երկխոսության կոնտեքստում, երբ հայոց ցեղասպանության բառը փորձարվեց ասվել եւ ասվեց այդ ասուլիսի ժամանակ, լույսերն անջատեցին։ Բարի բուն իմաստով ֆիզիկապես թույլ չտվեցին, որպեսզի դա եթեր սպրտի, եթե կարելի ասել, հա, այսպիսի իրավիճակում ենք գործել։ Համացանցը դեռևս այսքան ակտիվ չէր, հա, հեռուստատեսությունն ավելի կառավարելի էր, սա նաև Էրդողանի իշխանության սկիզբն էր, նրանք դեռևս մեծամասնություն չունեին, Թուրքիայի ներսում պայքար կար եւ դրան պիտի հաջորդեր հետո արդեն Էրդողանի մեծամասնություն ունեցող ԱԿ կուսակցությունը, որը պիտի բերեր ուրեմն Դավութ Օղլուին հայտնի, որը զրո խնդիր հարևանների հետ քաղաքականություններ առաջ մղում եւ հայ-թուրքական ուղղությունը դարձավ կրկին առանցքային ուղղություններից մեկը, սկսած 2007-8 թվականներից, 8 թվականից եւ 9 թվականին առավել ակտիվներ։ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում էր ակտուալ լինել բնականաբար նաեւ այս խոսակցությունում եւ հիշում ենք, որ այդ բանակցությունների փուլում մենք ունեցանք այսպես կոչված հայտնի պրոտոկոլները, որը Միացյալ Նահանգների համար էլ այն ժամանակվա Օբամայի ադմինիստրացիայի համար կարևոր փաստաթուղթ էր, որտեվ այսպես ասած Արցախյան հարցը դրել էին մի կողմ ամերիկացիներն այդ փուլում եւ ընտրել էին փորձ անել տարանջատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը եւ հայ-թուրքական կարգավորումը։ Մի բան, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ջանացել էր կապված պահել, որպեսզի նաեւ Հայաստանի դեմ ճնշումները շարունակական լինեն։ Մի առանցքային փաստարկել, որի մասին մոռացա նշել, Հայաստանը հաճախ ասում էր, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է, բայց քաղաքականության հիմքում չի, սակայն խնդիրն այլ է Սփյուռքի պարագայում։ Այդ Սփյուռքը շատ երկրներում ձևավորվել է հենց հայոց ցեղասպանության հետևանքով, եւ այդ մարդիկ, որպես համայնքներ առանձին խմբեր, այդ երկրներում, որտեղ որ բնակվում են, իրենց հայրենազրկման ճանաչման հարցում իրավունք ունեն իրենց իսկ պետություններից պահանջել այդ ճանաչման գործընթացը։ Թուրքիան տևական ժամանակ ասում էր ազդեք ձեր Սփյուռքի վրա, որպեսզի դադարեցնեն այս գործընթացը, եթե ուզում եք առաջընթաց ունենալ հայ-թուրքական ֆրոնտում։ Վերջերս հիշեցում արվեց WikiLeaks-ի հայտնի հրապարակմանը, երբ Քոչարյան Օսկանյան զույգը
թուրքերի հետ խոսելիս ստանձնել էր հանձնառություն, որ մենք պատրաստ ենք գնալ եւ խոսել օրինակ Դաշնակցության հետ Վաշինգտոնում, որպեսզի կոնգրեսում դա չընդունվի։ Հասարակության բանաձևը, եթե դուք դիվանագիտական հարաբերություններ հաստատում եք եւ սահմանը բացում եք։ Հիմա որոշ գործընկերներ հերքում են այս փաստը, բայց այն ժամանակ չէին հերքում, ավելին ասեմ, եթե նայել եք հենց Հոսկանյանի գիրքը, ինքն այնտեղ այդ մասին խոսում է։ Սա էլ է ուշագրավ փաստ, որ պետք է թերևս արձանագրել, հա, առավել բարձր գոռացողներ այն մասին, թե ինչու այսպես, ինչու ոչ այդպես, եւ կրկնեմ, ես հիմա մեղադրանքների տիրույթ չեմ ուզում անցնել, ուղղակի եկեք հիշենք, թե ինչով ենք ու ինչպես ենք հասել այս կետին։ 2009-10 թվականներին Միացյալ Նահանգներն իրոք կարծում էր, որ սա իր համար, այսպես կոչված, հասած միտք է եւ կարող է լուծում գտնել։ Քլինթոնի Հայաստան այցելեց, հիշում եք, հայ-թուրքական խնդիրը կարևորվեց։ Միացյալ Նահանգները նաև ֆինանսական որոշակի աջակցություն տրամադրեցին հատկապես քաղաքասարակություններին, լրագրողներին, ես ինքս օրինակ 2012 թվականին հայ-թուրքական լրագրողների մի այդպիսի ուրեմն ծրագրի մասնակցել եմ Արևմտյան Հայաստանի, Թուրքիայի տարածքում մի շարք քաղաքներ ենք այցելել, համատեղ ծրագրեր ենք անում, հետո եկել ենք միասին Հայաստան, այսինքն կային փորձեր արվում մի կողմից քաղաքական թրաքում, քաղաքական ուղղությամբ պահել երկխոսությունը, մյուս կողմից նաև հասկանում էին, որ անկախ ամեն ինչից հանրությունները պիտի իրար հետ խոսեն։ Եթե նույնիսկ վաղը մի որոշում լինի, դա դեռ չի նշանակում, որ հարաբերությունները այդպես արագ կարգավորվելու են եւ փորձում էին տարբեր, այսպես ասած, ճանապարհներ, ուղղություններ բացել։ Այնտեղ ինչ տեղի ունեցավ, որի մեջ մեղադրվում էր նաև այն ժամանակ Սերժ Սարգսյանը, դե գիտեք, որ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, Սերժ Սարգսյանը փորձում էր գնալ Սփյուռքի տարբեր համայնքներում խոսակցություններ ունենալ եւ չէր ընդունվում, դրանք զուգորդվում էին բողոքի մեծ հանրահավաքներով եւ ցույցերով եւ ինչու էր դա արվում, որովհետեւ եթե Թուրքիան համաձայնել էր, որ հայ-թուրքական պրոտոկոլներով Արցախը չի երևալու, չի լինելու, հա, եւ դա Հայաստանի, այսպես ասած, շահն էր դառնում։ Իսկ Հայաստանը համաձայնել էր Հայոց ցեղասպանության հարցում պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Այս պատմաբանների հանձնաժողով ձևակերպումը դարձավ լուրջ քննադատության առարկա առ այն, որ հա դուք անում եք այն, ինչ Թուրքիան է ուզում, այսինքն դուք դա պատմությանն եք, պատմություն եք դարձնում, այլևս քաղաքական պահանջ դրանից չեք ձևակերպում։ Անկախ ամեն ինչից ճնշումների եւ բավականին լուրջ ուրեմն հակասությունների կոնտեքստում պրոտոկոլները ստորագրվեցին, հիշում եք, Ցյուրիխում, բայց գնալով սահմանադրական դատարան եւ այնուամենայնիվ, այսպես ասած, բան էին թողել, որ պիտի խորհրդարանները հաստատեն նաեւ այս փաստաթղթերը։ Հիշում եք, ուրեմն սահմանադրական դատարանի եզրակացությունը, որը անկախության հռչակագրի ձևակերպման հետ հակասություն էր տեսել, հիմք դարձավ, որպեսզի թուրքերը ապակառուցողական կերպով դադարեցնեն process-ն, ասեն դե տեսեք դուք խնդիր ունեք ձեր օրենքի հետ, այն ինչ մինչև հիմա իդեպ լսում ենք նաև, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կերպով հիմա էլ Ադրբեջանի միջոցով։ Եվ դադարեց process-ը։ Process-ի դադարելուց հետո հիշում եք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներողություն ՄԱԿ-ի ամենամյա հավաքի Նյու Յորքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սառեցնում է իր ստորագրությունը նաև պրոտոկոլներին եւ ձեռնամուխ եղավ կրկին վերադարձի ակտիվ ցեղասպանության ճանաչման շուրջ Հայաստանի քաղաքականությանը։ Հիմա գանք հասնենք վերարժևորման հետ կապված այս ամբողջ խոսակցությանը, հա դուք կարծում եմ ճիշտ եք, որ շարքումները շատ են առայն, որ վերարժևորում ասելով նկատի ունեն հերքողականություն։ Դա այդպես չէ իհարկե։ Հայոց ցեղասպանության վերարժևորման իմ կարծիքով լավագույն փորձերից մեկը դա մեր անկախ կրկին քաղաքական նախապատվությունները մի կողմ դնենք, դա օրինակ Ռուբեն Վարդանյանի եւ իր միջավայրի արած Ավրորա հայտնի մրցանակաբաշխությունն է, որի առաջին միջոցառումը հենց 100-րդ տարելիցին արվեց, որի փիլիսոփայությունը հետեւյալն էր. պետք է դադարել սքալ ամեն օր եւ մեղադրել բոլորին, պետք է արձանագրել եւ այսպես ասենք նվաճումներ համարել այն, որ այդ ցեղասպանությունը չի հասել իր նպատակին, այսինքն չի բնաջնջվել հայ ժողովուրդը, այնուամենայնիվ մենք պետություն ենք ստեղծել եւ հիմա որպես հայեր, հայկական պետություն եւ համահայկական ինքնություն, եկեք փորձենք շնորհակալ լինել այլոց, աշխարհի տարբեր այլ
ոչ հայերի, որոնք իրենց գործունեությամբ կանխարգելում են ցեղասպանությունները, մարդու իրավունքներով են զբաղվում, հա, եւ այդպես կենտրոնանանք առանձին անհատներին շնորհակալ լինելու միջոցով հայ ժողովրդի շնորհակալությունն ասենք աշխարհին նրանց, ովքեր մեզ օգնել են ժամանակին այդ ցեղասպանությունը վերապրելու ընթացքում։ Եվ ես կարծում եմ, որ սա կարևոր ու չափազանց հետաքրքիր փորձ էր, այո, ոչ միայն խոսել գիտական, ակադեմիական տարածքներում վերարժևորման կարևորության մասին, այլև ունենալ օրինակ նրա, որ մենք այլևս չենք սգում, այլև մենք ինքներս սկսում ենք ներդրում ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Սա ինձ թվում է կարևոր ուղերձ էր։ Քննարկումներ եւ առաջարկներ կային նաեւ այլ տրամաբանության մեջ, ինչպես կարելի է օրինակ հայոց ցեղասպանության հետ կապված մեր հայերի դիսկուրսը փոխել եւ աշխարհում դրա անցալումը փոխել։ Օրինակ խոսվում է եւ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հարություն Մարությանը տևական ժամանակ մի ծրագիր ուներ, որը ասում էր եկեք Վանի ինքնապաշտպանության մասին լուրջ ֆիլմ նկարենք, հոլիվուդյան մակարդակի ֆիլմ, հա, այս կերպ նաեւ ցույց տանք, որ այդպես չի, որ մեզ այդպես պարզապես մորթել են։ Ոչ, պայքար է եղել, ընդդիմացել ենք։ Դե 1 տարի պաշտպանվել է Վանը մոտավորապես։ Եվ Վանում որպես այդպիսին դասական իմաստով ոչնչացում չի եղել, մարդիկ կարողացել են դուրս գալ։ Վանը առավելապես որպես լուրջ քաղաք իդեպ, հա, կարողացել են։ Ռուսական բանակի հերթական նահանջի հետ մեկտեղ կարողացել են դուրս գալ։ Ճշգրիտ։ Մենք նաև հիմա տեսնում ենք ցեղասպանագիտությամբ զբաղվող գործընկերները նաև Զեյթունում են օրինակներ բերում ինքնապաշտպանության։ Այսինքն այդ ամբողջ ճշգրիտ, այդ ամբողջ խոսակցությունն այն մասին, որ մեզ մորթել են պարզապես, եկեք փոխենք, ասենք փորձել են մորթել, բայց եղել են օրինակներ, երբ որ հայերը հերոսավապար պաշտպանվել են։ Եվ այս կերպ վերարժևորել ցեղասպանության հարցը, հա, օրինակ։ Դրան ի հակակշիռ իդեպ կան գիտնականներ, փորձագետներ, որոնք ասում են ոչ, եթե այդպես անենք, պիտի թուրքական նարատիվը հաղթի, կասեն քաղաքացիական պատերազմ եք սկսել մեր տարածքում, ինչը թուրքերն ասում են, ռուսների աջակցությամբ, եւ ուրեմն մեր փաստարկն առայն, որ սա հենց ցեղասպանություն է եղել, կթուլանա այստեղ թողենք փորձագետներին եւ գիտնականներին դեբատը ինչ կլինի չգիտեմ, բայց նկատի ունեմ վերարժևորում ասելով այսպիսի օրինակներ կան մտածողության եւ անելիքի եւ ինչպես ենք մենք այսօր արդեն 110 տարի անց հետահայաց ռետրոսպեկտիվ գնահատում տեղի ունեցածը, որ ասպեկտներն ենք ավելի կարեւորում, որոնք ենք առաջ քաշում, որպիսի ցեղասպանության շուրջ մեր իսկ ներքին քննարկումն ու դեբատը ավելի բաց, ավելի հասկանալի դարձնենք, հա։ Եվ ես կարծում եմ, որ սա կարևոր անելիք է, կարևոր գործ է ընդհանրապես, ոչ միայն գիտական, փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում, այլև մեր հանրային մտքում, որտեղ այդ ցեղասպանության հետ կապված դասավանդման հարցը կա, չէ՞, որ ասպեկտներն ենք մենք կարևորում, որ հետազոտական ուղղություններն ենք ուզում խորացնել, հա, ինչ ունենք անելու այս տեսանկյունից, բայց ցեղասպանության հետ կապված եւ առաջին հանրապետության հետ կապված թերևս առավել մոնումենտալ աշխատություններից մեկի հեղինակ Ռաֆի Հովհաննիսյանի երջանկահիշատակ հայրը Ռիչարդ Հովհաննիսյանը մի կարևոր ձևակերպում էր անում, ասում էր մենք հայերս ինքներս մինչև հիմա չգիտենք եւ չկա մի հավաքական մարմին, որը որ կարող է դա ձևակերպել, թե լավ վաղ եթե անգամ Թուրքիան ցեղասպանությունը ճանաչեց, ինչ ենք մենք ուզելու, ինչա դա լինելու, հա։ Արևմտյան Հայաստանի տարածք։ Չէ, որոշ խմբերի պնդմամբ դա հողային հարց կարող է լինել, որոշ խմբերի համար դա սեփականության իրավունքի հետ կապված հարցեր են, մենք գիտենք նաև որ դրան զուգընթաց բացի ամեն ինչից New York Life Insurance-ի գործընթացն եղավ, որով հնարավոր եղավ ոչ մեծաթիվ, բայց որոշ սեփականություն վերականգնելու ամերիկյան ապահովագրական ընկերությունների միջոցով դա անելու, հա, չկա հայոց ցեղասպանության ճանաչումից հետո համապարփակ քաղաքական միտք առայն թե ընդհանրապես նախ ով է լինելու այն լեգալ մարմինը, որը դրա պահանջատերը պիտի լինի, արդյոք դա Հայաստանի Հանրապետությունն է, արդյոք դա Սփյուռքի տարբեր օղակներ են, չգիտենք, հա, այսինքն։ Եվ երկրորդը չունենք կոնկրետ քաղաքական ձևակերպած թուրքերն էլ էին իդեպ շատ հաճախ այդ փակ հանդիպումների ժամանակ ասում են լավ, վաղը ճանաչեցեք, ինչ եք ուզում։ Գիտեք, պարոն Խարատյան, կես լուրջ, կես կատակ այսպեսի մի միտք է հնչեցրել դեռ տարիներ առաջ, որ եթե ես լինեի Ռեջեփ Էրդողանի տեղը, ես կճանաչեի ցեղասպանությունը եւ ամբողջ այդ տարածքները կվերադարձնեի Հայաստանին, 20 միլիոն քրդերն էլ հետը։
Եվ տեսնենք ինչ ենք մենք անելու այն ժամանակ։ Դե հասկանում ենք, չէ, որ դա այդպես, հա, քննարկման համար, այո, հետաքրքիր է խոսել ընդհանրապես, հա, ով ինչ է անելու, ինչ չի անելու, դրան պատասխանում են, ասում են թող հլը լինի, մենք կորոշենք ինչ ենք անում։ Լավ։ Ամեն դեպքում, բայց այստեղ գուցե նաև այնա պետք հասկանալ, որ Հայաստանի քաղաքականությունն այսօր հայոց ցեղասպանության հարցում, բացի այն, որ լսեցինք այս տարեսկզբին, որ հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում չի, նոր բան չի, բայց այս իշխանության պարագայում շատ չէինք լսել այս մասին, արտգործնախարարներ խորհրդարանում հայտարարել, տևական ժամանակ եղել է այլ փաստարկ։ Մենք օրինակ հենց Սուրեն Քոչարյան Օսկանյան շրջանում երկու բաներ ձևակերպվել, ասում էին այդ never again-ը, հայ, այլևս երբեքի տրամաբանության մեջ, ասում էին հայոց ցեղասպանության ճանաչումը եւ ճանաչման գործընթացում Հայաստանի ջանքը անվտանգային հարց է։ Այսինքն, որքան բարձր ենք մենք խոսում դրա մասին, որքան հաճախ ենք, այնքան ավելի պակաս է հավանականությունը, որ դա կկրկնվի։ Սա էր։ Ես ուզում եմ փաստարկների դաշտում քննարկենք, սա էր իրենց ասածը, եւ այդ տարանջատումն էլ կար, ասում են, եթե Հայաստանի Հանրապետության համար սա անվտանգային խնդիր է, հիմա շատ բարձունակ օրինակով ասեմ, հարևանի պապը սպանել է քո պապին, ստացերուպայի, բայց օրինակ չի պատժվել, ուստի դու անընդհատ վախի մեջ ես, որ դա կարող է կրկնվել քեզ հետ։ Փաստարկը հասկանալի ընդունելի է։ Այո, եթե ուրեմն ձևակերպվել էր, որ Հայաստանի Հանրապետության համար հայոց ցեղասպանության ճանաչումը անվտանգային հարց է, ապա Սփյուռքի պարագայում դա ինքնության խնդիր էր ձևակերպվել, որ այդպես էլ կա, հա, այսինքն բնականաբար հսկայական թվականակով մարդիկ հայտնվել են Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում այդ ցեղասպանության պատճառով եւ իրենց նախնիների շատերը զոհվել են եւ ենթարկվել են այդ ցեղասպանության եւ այդ ինքնության հարցում Հայաստանը չի կարող ակտիվ դերակատարներ, որովհետև ինքը չի դրա հետ կապված օրակարգը ձևավորող, բայց նաև չի կարող խոչընդոտել, եթե նույնիսկ շատ ցանկանա, հա։ Եվ այստեղ կարծում եմ հասնում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում մեր խոսակցության, այսինքն կա արդյոք հայոց ցեղասպանության հետ կապված քաղաքական անելիքի ինչ որ կետեր կամ ցանկ, որտեղ մենք կարող ենք համաձայնության գալ, թե բախում է լինելու։ Կարծում եմ հռետորական հարցադրում է ցավոք սպահին։ Բայց տեսեք, փուլեր են եղել, երբ որ մենք բավականին համադրված ենք եղել եւ ինչի մասին խոսում էի, հա, երբ Հայաստանը պաշտոնական պետական մակարդակով հայոց ցեղասպանության խնդիրը դարձրել էր առավել ակտիվ քաղաքական օրակարգի մաս։ Դա եղել է այն թվերին, երբ որ Դաշնակցությունը կոալիցիայի անդամ էր, եթե չեմ սխալվում։ Այո, բայց մեկ հավիձվի պատմություն է, կոալիցիայի անդամ էր, որովհետեւ այդպես էր, կամ կոալիցիայի անդամ էր եւ այդպես դարձավ։ Հիմա դա էլ կարող ենք քննարկել։ Դա առանձին հարց է։ Հարցը այն է, որ կարծում եմ, որ վերջին շրջանում մենք ընդհանրապես հայոց ցեղասպանության հետ կապված Հայաստանի եւ եթե կարելի այդպես ասել հայ ժողովրդի հավաքական անելիքի շուրջ բավականին, այսպես ասած, ճգնաժամային վիճակում ենք։ Մենք չենք տեսնում այն ակտիվությամբ ցեղասպանության ճանաչման բանաձևերի հարցեր, որ դրվում է տարբեր խորհրդարաններում։ Տեսանք հայտնի ապրիլ 24-յան Բայդենի իշխանության գալուց հետո անմիջապես ցեղասպանություն բառ օգտագործելը եւ խոսում էինք, դուք էլ ճշգրիտ նշում եք եւ ինչ, հա, ինչ տեղի ունեցավ։ Ինչի հասանք մենք Դե դա բարդ խնդիր է, եթե մենք օրինակ հետևողական ենք ուզում լինել եւ հետևողական ենք ուզում ենք հասնել նրան, որպեսզի դա ամերիկյան, մենք չասեմ Ամերիկայի հայ համայնքը կազմակերպված խմբերը ուզում են հասնել նրան, որ դա շարունակական գործընթաց լինի, ապա պիտի աշխատել նրա շուրջ, որպեսզի պետքարտուղարությունը նոր քաղաքականություն ունենա, հայոց ցեղասպանությունը, ինչու այնպես ինչպես հրեից հոլոկոստի հետ կապված Միացյալ Նահանգների տարբեր դեսպանություններ տարբեր երկրներում աշխատում են, չէ՞, այսինքն խրախուսում են դա։ Հասնել նրան, որպեսզի միասնական տրամաբանությամբ հանրակրթական դպրոցներում դասավանդվի հայոց ցեղասպանությունը, այնպես ինչպես օրինակ ամերիկյան հնդկացիների հետ կապված հատվածն է, հոլոկոստի հետ կապված հատվածն է, որոնք որ պարտադիր ուսուցման մաս են։ Սրանք աշխատանքներ են, որ պետք է անել, եթե մենք իսկապես ուզում ենք կամ եթե այս պարագայում կրկնեմ Միացյալ Նահանգների հայ համայնքները կամ համայնքային խմբերը, որոնք որ տևական ժամանակ իրենց ողջ ռեսուրսը կարողությունը կամ դրա մի մեծ մասը ներդրել են հենց այս հարցում, անելիք կա։ Այլ հարց է, թե ինչ կտա դա հեռահար իմաստով, բայց այն փաստը, որ մենք բնականաբար ուզում ենք, որպեսզի այս ցեղասպանությունը առավելապես ճանաչված լինի ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև
աշխարհի տարբեր երկրներում հանրային մակարդակում եւ հանրային գիտելիքի մակարդակում, կարծում եմ դա կարեւոր անելիք է եւ այստեղ անկախ նրանից թե Հայաստանի քաղաքականությունը այսքան են փուլում ինչ է, դա մեզ համար առանցքային է կրկին never again-ի տրամաբանության մեջ, հա, հույս ունենալով, որ ինչքան շատ կիմացվի դրա մասին, այնքան ավելի քիչ է հավանականությունը դրա կրկնության։ Սա է, կարծում եմ, իմ գուգոնե այս պայդրությամբ իմ, այսպես ասած, ինձ համար տեսանելի խնդիրների բազմությունը, որոնք կա հարցի շուրջ եւ այո, եթե մենք իսկապես ուզում ենք քաղաքական դեպատը ներհայաստանյան լրջացնել այս տեսանկյունից, ապա շատ ավելի լավ կլիներ խոսակցություն տեսնել, թե ինչ ենք մենք անում հայ ցեղասպանության հիշողության, դրա քաղաքական գործիքակազմի, դրա մեր պետության ստեղծման հարցի շուրջ, որտեվ դա էլ է փոխադարձ առնչություններ կան։ Պարոն Ղարաչյան, շատ հետաքրքիր պատմական էքսկուրս կատարեցիք, շատ շնորհակալ եմ դրա համար։ Ես ծաղկաքաղ արեցի այդ ձեր խոսքերից, հիմա փորձեմ ինչքան ժամանակը թույլ կտա հարցեր տալ։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանի լեգիսլատուրայի տարիներին դա քաղաքականություն չէր, չէ՞։ Բայց եթե ես չեմ սխալվում, 2 տասնյակից ավել երկիր ճանաչեցին ցեղասպանության փաստը։ Ռոբերտ Քոչարյանը գալով իշխանության դարձրեց դա արտաքին քաղաքական, հա, վեկտորներից մեկը։ Եթե ես չեմ սխալվում, 1 կամ 2 երկիր է ճանաչել այդ տարիներին։ Ու կարող եմ սխալվել, բայց շատ քիչ։ Տպավորություն է ստեղծվում, որ սա ավելի շատ կրում էր իմիտացիոն բնույթ, այս քաղաքականությունը, ես ուղիղ ասեմ, եւ այդ իմիտացիոն բնույթը առաջին հերթին սպասարկում էր Ռուսաստանի շահերը, հաշվի առնելով, որ թիվ 1 պետությունը, որը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, այս պահին էլ շարունակում է մնալ Թուրքիան։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Գիտեք, թվերով գուցե այդպես ասած, թե ում օրոք ինչքան է ընդունվել, ճանաչվել եւ այլն գուցե օբյեկտիվ պատկերը չստանանք մի պարզ պատճառով, որ 90-ականներին, երբ շատ երկրներ անկախանում էին եւ նաեւ այս հարցը մենք կորակարգային էինք կարողացել դարձնել, այդ երկրներում ճանաչվեց, իհարկե չեմ ուզում թերարժևորել կամ այսպես երկրորդական համարել այս կամ այն քաղաքական ուժի վարած քաղաքականությունը, բայց քոչարյանական տարիներին մենք ունեցանք մի իրավիճակ, երբ խնդիրը հետեւյալն էր. հայոց ցեղասպանության շուրջ խոսակցությունը բացի այս անվտանգային հարցը, որը ձևակերպեցինք, նաև պետք է դարձնել երրորդ կողմերի օրակարգի մաս Թուրքիայի դեմ ճնշումների հարցում։ Հիշում ենք, որ այդ փուլում դեռևս Թուրքիան Եվրամիության հետ շատ ավելի լուրջ կապույսեր էր կապում, չնայած հենց այդ շրջանում էլ հայտնի փորձագետներն ասում էին Եվրամիության Թուրքիայի անդամակցության հարցը Եվրամիությանը, այսպես ասած, չգրված որոշում կա, որ երկու կողմն էլ գիտեն, որ չի լինելու, բայց խոսում են այդ մասին։ Բայց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ինչ որ փուլում, լավ, այսպես ասենք, Եվրամիություն Թուրքիա օրակարգի առաջի տասնյակում ակտուալացավ։ Խնդիր էր դրվում նաև Միացյալ Նահանգների միջոցով ճնշումներ բանեցնել։ Ես հիշում եմ 2009 թվականին, կարծեմ 9 թվականն էր, ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձև էր կրկին բերվել։ Ես այդ բանաձևի ուրեմն քննարկմանը ներկա եմ եղել, Հայաստանից եւ Թուրքիայից պատգամավորներ կային, այն ժամանակ Դաշնակցությունից նաեւ Երջանկայի Շատակ Վահան Հովհաննիսյանը կար, որը խոսում էր եւ այդ անգամ ընդունվեց, ընդդեմ շատ հետաքրքիր քվեարկություն էր, 8 ժամ տևած քվեարկություն էր, 2 հրյա անցկացրին, Բերմանը եւ Շերմանը մինչեւ հիմա այլ կոնգրեսական է, եւ որպեսզի ես այդ օրինակ անընդհատ էի բերում, եթե ասենք մի քանի տարին մեկ անգամ հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ենք կարողանում բերել նախ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, հետո գնում է կոնգրես, հետո պիտի սենատում հաստատվի, հետո ընդհանուր հաստատում լինի, ասենք այդ կոնգրեսականների համար դա իրենց օրվա 5 րոպեն է, չէ՞, այսինքն իրենք տարբեր տեղերում տարբեր բաներ են քվեարկում։ Եվ ուրեմն մանրամասն հաշվարկ ունեին, շատ հետաքրքիր գործընթաց էր քաղաքական առումով, կային եւ թուրք պատգամավորներ եւ հայ պատգամավորներ, 43 հոգուց բաղկացած հանձնաժողով էր, այդ հանձնաժողովը բոլոր կոնգրեսականների նկարներով գիտեին ով է պլյուս քվեարկելու, ով մինուս, եւ հայկական եւ թուրքական խմբերը փորձում էին մաքսիմում, որտեղ մարդիկ հիվանդանում են չեն գալիս այդ օրը, այդպիսի իրավիճակ է լինում, հա, փորձում էին ամենքը իր ամենամոտ մարդկան իր համար քվեարկողներին բերեն հասցնեն։
Եվ ուրեմն այդ կոնգրեսականները ընդհանցակարգային որոշ խախտումներ թույլ տալով, որ թուրքերը դա օգտագործում են մինչև հիմա, այսինքն երկարաձգեցին քվեարկությունը, որպեսզի կողմ քվեարկողներ մի քանի հասնեն եւ քվեարկեն եւ այդ բանաձևն անցնի։ Այսպիսի նաև, այսպես ասած, շուկայական քաղաքական բանի առարկա էր դառնում Հայոց ցեղասպանության հարցը եւ Վահան Հովհաննիսյանը այն ժամանակ մի լավ հայտարարություն էր, ասաց, լսեք, Հայոց ցեղասպանությունը վաղուց ճանաչված իրողություն է։ Մենք դրանից հիմա քաղաքական խնդիր ենք դարձնում, դաշնակցության օրակարգն է։ Հիմա եթե պիտի խոսելու լինենք ինչի հասանք կամ արդյոք դա ինչ որ բան տվեց, հա, Թուրքիայի դեմ որպես ճնշում բանեցնելը որևէ կերպ հարցեր լուծում թե ոչ, տարբեր իրավիճակներում իհարկե անկասկած Թուրքիայի համար դա լուրջ անհանգստության թեմա էր։ Գոնե տևական ժամանակ այդպես է եղել։ Մինչև այն կետը, երբ օրինակ թուրքերը բավական արհեստավարժ կերպով հենց Դավութ Օղլուն արեց դա, ես մի անգամ 2010 թվականին Վաշինգտոնում իրեն հետ հենց այդ հարցը տվել եմ, որտեղ ինքը ուղիղ ասում էր, մենք այլևս չենք հերքում։ We don't deny anymore։ Այսինքն հերքողականությունը մի կողմ էին դնում, հասկանում էին, որ չի ստացվում, դե ասել ոչինչ չի եղել, բայց բերեցին առաջարկեցին մի ուրիշ օրակարգ, որը կոչվում է համատեղ տրավմա։ Բերեցին Չանակ Քալեի դեպքերը, որ հենց ապրիլի 24-ն էր, Գելիպոլի հայտնի ճակատամարտը 15 թվականի ապրիլ, որտեղ ասում են, որ մենք էլ ունենք այդ թվականին այդ տարվա տրավմա, որտեղ այսքան թուրք զինվոր կամ թուրք է զոհվել։ Հաղթել են այդ այլ հա, բայց զոհերի քանակը ուզում է ասել, եկեք համատեղ տրավմա ձևակերպենք ստեղ, սա մեր համատեղ ցավն է եւ եկեք քննարկենք դա որպես պատմական մի մաս, մի փաստ, որը որ մեր միջև եղել է։ Այսինքն Թուրքիայի մոտեցումը հերքողականությունից, denialismից անցնում էր այսպես կոչված joint trauma-ին, հա, joint trauma, հա, համատեղ տրավմային, եւ առաջարկվում էր քննարկել այս հարցը անունը չտունել ցեղասպանություն, բնականաբար, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ ցեղասպանությունը հետո իրավական հետևանքներ է ունենում, թե ինչպիսի սա հարցը տվեցիք, կարծում հայերն էլ չգիտեն, բայց դա միջազգային դատարանների խնդիր է։ Սա միայն Հայաստանի Հանրապետության պահանջի հարց չի։ Ամեն դեպքում այս փոքրիկ այսպես ասած փոփոխությունը թուրքերն արեցին կարծելով կամ մտածելով, որ այս կերպ կարողանան ներգրավել հայերին այլ խոսակցության մեջ եւ միջազգային այդ ճանաչման հարցը դուրս կգա օրակարգից եւ իրենք էլ ստիպված չեն լինի ամեն օր արթնանալ եւ տեսնել տարբեր բարբերականներում այն ինչ եղել է հրապարակված կամ բանաձևերը կոնգրեսներում կամ խորհրդարաններում։ Ավարտելով այս հատվածը, ես չգիտեմ այսօր Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ օրակարգ, որ Թուրքիայում կա, որտեղ դրա խնդիրը այլևս չունեն կարծես թե։ Հայաստանն առանձնապես ակտիվ չի խոսում այս մասին։ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործունեությունը հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախների բավականին պասիվ է եւ ընդհանուր առմամբ այս հարցը ոչ միայն հայ-թուրքական օրակարգում չի քննարկվում, այլև ընդհանուր առմամբ աշխարհում բավականին երկրորդական, եթե չասենք չորրորդական հարց է, եւ այստեղ ես չունեմ սպեղանի արդյոք սա ճիշտ ենք անում թե ոչ։ Իսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատելու որպես խոչընդոտ եւ սահմանների բացումը նրանք շատ լավ նոր առիթ ունեն, դա Ադրբեջանի դիրքորոշումն է եւ նրանք ասում են, որ երբ կլինի խաղաղություն Հայաստան-Ադրբեջան, այդ ժամանակ էլ կլինեն մեծ հարաբերությունները, հա։ Պարոն Ղարաջյան, փակելով, հա, ավարտելով մեր բավականին հետաքրքիր զրույցը, խոսենք նաեւ այսօրվա իրավիճակի մասին։ Հայաստանը Թուրքիայի հետ ունի գործընթաց, ունենք բանագնացներ, Արտաքին գործերի նախարարը բոլորին վերջերս վերադարձավ Անտալիայից, որտեղ էր նաև մեր այդ հատուկ բանագնացը Ռուբեն Ռուբինյանը, այս գործընթացը, որ այսօր կա, արդյոք այդ գործընթացը ձեր գնահատմամբ ունի այլընտրանք եւ ինչպիսի հեռանկարներ, շատ դժվար հարց եմ տալիս, հեռանկարներ կարող է ունենալ այս գործընթացը։ Տեսեք, ակնհայտ է, որ այն ուր հասել ենք այս գործընթացով, այլևս բացառապես Թուրքիայի ձեռքում է անելիքը։ Այսինքն Սերժ Սարգսյանը կասեր գնդակը Թուրքիայի կիսատեստ։ Եվ այդպես էլ կա, փաստացի, այսինքն հայկական կողմը տևական ժամանակ է հայտարարում է, որ մենք հենց այսօր պատրաստ ենք սահման բացել։ Մարգարայով անցնող հումանիտար վերջին օգնությունը տեսանք Սիրիա գնացող փորձալվեց սահմանը։ Հսկիչ անցագրային կետը պատրաստ է Մարգարայում։ Ընդ որում ռուսները չեն այլևս այնտեղ կանգնած։
Հայաստանը առիթը բաց չի թողնում ասելու, որ այն ինչ որ բանակցել ենք մինչև հիմա, մենք հենց այս րոպեին պատրաստ ենք կիրարկել։ Թուրքական կողմը չի ցանկանում դա անել եւ ուղիղ կապել է Ադրբեջանի հետ եւ դա ուզենք թե չուզենք այլևս կատարված իրողություն է։ Այն ինչ Ադրբեջանը տարիներ շարունակ արել է եւ Թուրքիայում աշխատելով անկախ նրանից թե իրենք ինչ հարաբերություններ ունեն, Ադրբեջանը այդպես ձեռքերը ծալած չի նստել Թուրքիայում եւ արտգործնախարարությունում այդ երկրի եւ նախագահականում եւ մնացած պետական եւ ոչ պետական օղակներում դե մի կողմ դնենք ներդրումները, որոնք արդեն նաեւ իրենց համար բավականին էական, այսպես ասած, լծակ են դարձել Թուրքիայում։ Մի կողմ եմ դնում իրենց երկու եղբայրական երկրներ եւ այս ամբողջ խոսույթը, բայց դրանց զուգահեռ նաեւ աշխատվել է այնտեղ, որպեսզի բացառվի։ Ադրբեջանում Դավութօղլին ատում են մինչև հիմա, որտեղ նա փորձում էր տարանջատել, դիքապլանել Արցախյան հարցը հայ-թուրքականից։ Հիմա փաստացի 44-օրյա պատերազմից հետո այն նոր իրողությունը, որի մեջ մենք հայտնվել ենք դրա պայմաններում, Թուրքիան այլևս չի խոսում այն ինչ որ խոսում էր ժամանակին, այսինքն 10 թվականին, 2009-10 թվականին Սերժ Սարգսյանին էր ասվում երկու շրջանից դուրս եկեք, երկու գյուղից դուրս եկեք, պրոգրես ցույց տվեք, առանց փաստաթղթում դա արտացոլելու, սահմանը բացենք։ Մենք դրան էլ հակապաստառ կերկրում, լավ, մենք դուրս եկանք, դուք եք սահմանը բացիկ, վաղը որոշեցիք փակել։ Ինչ ուրեմն բան կա, հա, ով է լինելու դրա գրավականը, որ կպահպանվի։ Ուրեմն այս տեսանկյունից ցավոք մենք այլևս կատարված իրողության հետ ենք առնչվում, որը ուզենք թե չուզենք Հայաստան-Թուրքիա կարգավորումը նաև Ադրբեջանի հետ կարգավորման հետ փոխկապակցվել է։ Այնինչ մեր դիվանագիտությունը տարիներ շարունակ փորձեց զերծ պահել, հիմա այլևս կարծես թե չենք կարողանում դրանից զերծ մնալ, չնայած չտեսանք դեռևս եռակողմ հանդիպում, ասենք Ֆիդան Միրզոյան Բայրամով հանդիպում չեղավ։ Հա, բայց ով գիտի, գուցե ինչ-որ կետում դա էլ լինի, ես չգիտեմ մենք այդ դեպքում ինչ ենք անելու, հա, այսինքն մենք սկսելու ենք այդ փաթեթը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական քննարկել մի համատեքստում եւ արդյոք այդտեղ մենք իրականում որևէ մեզ համար կարևոր լուծում կարող ենք գտնել, թե այնուամենայնիվ երկու զուգահեռ ուղղություններ եւ ընթացքներ պահելով փորձենք անելու ինչ որ առաջընթաց ունենալ հայ-ադրբեջանական ֆրոնտում, որը մեծ տեսանելիություն չկա այս պահին, գոնե գիտենք, որ պրոգրեսի չենք սպասում, դե իսկ հայ-թուրքականի մասով էլ կրկնեմ այլևս որպես իրողություն պիտի ընդունենք այն, որ Ադրբեջանին հաջողվել է էֆեկտիվորեն կապել այս երկու գործընթացները միմյանց։ Հուսանք, որ մենք կունենանք այնուամենայնիվ նաև դրական փոփոխություններ, պարոն Խարատյան, շատ շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր զրույցի համար, շատ շնորհակալ եմ այն քրոնոլոգիայի համար, որը դուք ներկայացրեցիք, իրականում դա էլ է շատ կարևոր, որպեսզի մեր հեռուստադիտողը հասկանա, թե ինչ է տեղի ունեցել այս բոլոր տարիներին, եւ իրականում ես շատ ողջունում եմ ձեր այդ մոտեցումը չքննարկել այսօր հնչող հայտարարությունները, որոնց մեջ կա չափազանց մեծ դեստրուկցիայի բաժին եւ չափազանց փոքր իրականության հետ առերեսում։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Այսպիսին էր այսօրվա կարևորի մասին ոդքասթը, մեր հյուրն էր կոնֆլիկտաբան, Արևելագետ Ալիք մեդիա հիմնադիր Արսեն Խարատյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։ Thank you.